Ողջույն, այսօր մեզ համար համաձայնել է պատրաստել հաղորդավար երգիչ Արայիկ Համբարձումյանը։ Հետևեք մեր հաղորդման ընթացքին։ Ողջույն Արայիկ, հայկական երկրորդ հեռուստալիքն է, քաղցած սպասում են հաղորդումը։ Շնորհակալություն, որ համաձայնել ես մեզ ընդունել, կերակրել, գնանք առաջ։ Գնացինք, բարև ձեզ, բարի գալուստ, համեցեք։ Ինչ լավ ընդունեցիր մեզ։ Ես միանգամից գնանք երևի խոհանոց, չէ՞։ Միանգամից գնանք խոհանոց եւ հասկանանք ինչ ես այսօր պատրաստելու։ Մինչ կմտնենք խոհանոց, ուզում եմ ես մի գեղեցկուհու ներկայացնել, եթե կարելի է։ Դա քո գնահատականն է։ Գեղեցկուհի, красавица, талантливая певица Մալի։ Մալին եկել է Հայաստան Ուկրաինայից հատուկ հրավերքով։ Մալին շատ լավ երգում է, մենք իրար հետ եւ լավ ընկերներ ենք, եւ լավ գործընկերներ, մենք դուետ ունենք, միասին երգում ենք։ Այդ ամեն ինչի մասին ընթացքում ես անպայման ավելի մանրամասն կներկայացնեմ։ Մալին այսօր ինձ թվում է կօգնի Մալին, չէ՞ Մալին? Будешь помогать? Да, конечно. Араик представил вас наша передача о кухне, о еде и сказал, что вы готовить не умеете. Это ужасно. Умеете? Нет, Мали, нет. Он вас так представил. Нет, нет. Сегодня обратно, я думаю, что получится. Այսօր մենք կպատրաստենք անպայման Մալին ինձ կօգնի Սուրեն ջան։ Ահա։ Եվս մեկ անգամ ուրախ եմ, որ եկել եք։ Շնորհակալություն, նոր աստղ է ծնվել Հայաստանում, հա, այդ հաղորդմանը ընթացքը շարունակվում է, հա։ Կշարունակվի որոշակի դադարից հետո անպայման հեռանկարային ծրագրեր։ Ինչպես է աստղային ծնունդ, աստղածնունդ, աստղածնունդ, այո։ Առաջիկայում երբ որ Մալին իր առաջին տեսահոլովակը Հայաստանում կնկարահանի, մենք անպայման նրա ծննդյան տարեդարձին էլ կանդրադառնանք ու լուրջ ծրագրեր կան Մալիի հետ կապված։ Неужели это так? Сейчас Араик сказал, что вы обожаете армянских мужчин, Армению. Нет, Мали, я все, сказал, что связано с Арменией. Не верь, Мали. Участие Он есть шутит, правда? он Что я шутит, обожаю Мария. Армению, это правда. Да, То, она что я обожает люблю Армению. хороших людей, это правда. Да. Вот, а то, что Но он конкретно... сказал, что вы без ума от армянских Да, мужчин. Фелис уже. Нет, Мальджан, он шутит, не верь. Я без ума могу быть от талантливых людей. Да. Потому что она В тоже Армении много талантливая. талантливых мужчин, в принципе. Да? Ну, как я, да? Ну вот. Все, Вот. я жду имена. Скажите мне имена, кто в Армении талантливый? Вы Скажи. про политиков или про Я не про политику. представителей шоу-бизнеса? Про шоу-бизнес, скорее всего. Разве у нас есть шоу-бизнес и талантливые люди в нем? Есть. Да. Имена, Очень имена, много. Нет, я имена говорить не буду. Почему? Не буду, нет. Значит, их нет. Есть. Լավ, եկեք Մալին շատ չարչարենք։ Всё нормально, Մալի ջան, спасибо։ Ինչ ենք անում Սուր ջան։ Չէ, հիմա փորձում եմ հասկանալ նախ եւ առաջ ինչով ես հիմա զբաղվում, վստահ եմ հեռուստադիտողներին էլ հետաքրքիր թե այս պահին ինչ պրոյեկտներ ունես։ Ես իմիջիայլոց այնուամենայնիվ չհասկացա դու հաղորդավար ես թե երգիչ։ Երկուսը մեկում, որովհետև Այդպես չի լինում։ լինում է։ Որովհետև Տիտրը ինչպես են գրելու հաղորդավար երգիչ թե երգիչ հաղորդավար։ Թե հաղորդավար։ այդ տիտրը որ հաղորդման սկզբում է կամ որ Մեր հաղորդման շրջանակներում գրեք հաղորդավար։ շատ լավ։ շատ Այսինքն լավ։ երկարվեստը քեզ համար անցել է երկրորդ պլան։ Չէ, Սուրեն ջան, որովհետև հիմա մեր հասարակությունը ինձ ավելի շատ գիտի հաղորդավար, քան երգիչ, բայց իմ կարիերայի սկիզբը սկսվել է երգելով։ Հետո նոր եմ ես հայտնվել հեռուստա ընկերությունում, հեռուստա եթերում, շատ պատահաբար է դա ստացվել, ուղղակի չեմ ցանկանա շատ երկար խոսել, որպեսզի չխլեմ ձեր թանկ եթերային Չէ, ժամանակը։ բայց հետարքիր է, հա։ Ուրեմն Նոր նախագծեր ունես, հա։ Նոր նախագծեր կան, նո աստվածածնունդը հիմա որոշակի դադար է արել։ Դե հա, եթերային անընդհատ դադար։ աստղեր չեն կարող ծնվել։ Չէ, Հայաստանում հաճախակի ծնվում են աստղերը, եթե այդպես ենք անվանում իրենց։ Հա դու հաղորդման մեջ կարծեմ կոմենտել էիր անում, Ես աստղերը միշտ երկնքում են, երկնքում են։ աստղերը Հայաստանում չեն, Այո, այսպես մի բան չէ։ Չէ, աստղերը երկնքում են, որովհետև Միայն երկնքում։ իրական աստղը գտնվում է երկնքում։ Եթե մենք որպես աստղ այդպես հասկանանք, ընդունենք տեսակը։ Իսկ հիմա կոնկրետ լուրջ հեռուստանախագծի վրա ենք աշխատում, որը արդեն առաջին սեզոնը հեռարձակվել է մեկ այլ հեռուստաընկերությամբ։ Երկրորդ սեզոնին ենք պատրաստվում, որի նկարները շուտով կսկսվեն եւ սեպտեմբերից հեռուստադիտողը նոր եթերաշրջանի կապակցությամբ նաեւ կտեսնի անհայտ հասցե երկրորդ եթերը, երկրորդ սեզոնի եթերը։ Ռուսերեն է լինելու եթերը, թե հայերեն։ Եվ հայերեն, եւ ռուսերեն, որտեղ Մալին եւս Ես մասնակցելու է։ հասկացա, հա։ Դա։
она тоже будет тут в проекте, да, Мали? Вы будете ведущей, да? Нет. Нет? Нет. Частично. Участница. Я буду пытаться. Пытаться. Ну, вам сперва нужно армянский подучить. Ну, она, понимаешь, да, Мали? Я понимаю, но очень Ну, выборочно. скажите пару армянских слов. Скажи. Таких слова лучше мы со красивых. временем кусочки Я знаю, Мали что Вонцес. язык учат, начиная с Вот, мата, смотри, но Сур. вот нашу программу дети смотрят. Мат не нужен нам. Мали Вонцес. И сразу пошел у меня в голове английский, армянский. Армянский. Нет, лучше мы со временем споем кусочек нашей песни на армянском. Я думаю, это Да, будет она поет. приятнее, лучше, чем пару армянских. Ну вот, давайте, спойте нам. Давай. Ես քեզ սիրում եմ, Հելագարվում եմ, ես երջանիկ եմ, որ դու կաս, դու իմ արևն ես, հավատն ու հույսն ես, որ միշտ թվում էր ինձ անհաս, Ես քեզ սիրում եմ, խելագարվում եմ։ Ես երջանիկ եմ, որ դու կաս։ Բրավո Մալի։ Այս երգը ես եմ գրել, Սուրճ ջան։ Маленький кусочек наш. Ну ты понимаешь, о чем ты поешь? понимаю. Патриотическая песня о родине, Да, о Ереване. конечно, о Ереване. Разве О нет? дружбе с Украиной. Все в этой песне прекрасно. Այսքան բան, Սուրճ։ Շատ լավ, կեցեք։ Ինչ ենք այսօր պատրաստելու, հա? Ես կարող եմ մի հատ սառնարանը նայել տեսնել, ինչ ունենք սառնարանը։ Մինչև սառնանը նայելը ես մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, որ մեր հաղորդումը կարող են դիտել Չեն սպասում.am կայքում, եթե չեն հասցրել դիտել եթերում, եւ ոչ միայն այս հաղորդումը, այլ մեր բոլոր հաղորդումները Չեն սպասում.am կայքում են։ Ես հաճախակի այդ կայքից նայում եմ ձեր եթերները եւ Չեն սպասումը եւ այս հեռուստանախագիծը։ Շնորհակալ եմ, որ բոլոր հաղորդումները այնտեղ եւս տեղ են գտնում։ Я просто переведу для нее, да, вот нашу передачу можно посмотреть на chainspasum.am сайте, если вам это интересно. Не Я только эту смотрела пару. Да, она тоже Да? смотрела. И что вы поняли? Вот, потому что... Многое что поняла. Молодец. Главное вкусно приготовить, мне кажется. Լավ, խնդրեմ սառնանը, եթե Բայց ձեզ հույս Այսինքն տամ։ դու ուզում ես ասես դու չգիտես սառնանում ինչ կա, հիմա պիտի նայես։ Չէ, ես գիտեմ ինչ կա սառնարանը, բայց փորձեմ հասկանալ այդ եղածով ինչ կարելի է ստանալ, ինչ կարելի է սարքել, պատրաստել, որ համով Դու նայես թե Ես եմ սարքում թե Մալին։ Что միասին եք սարքում։ Мали, иди смотри, что там есть. А какое армянское блюдо вам нравится? Ես գիտեմ ինչ պետք է Знаете, в սարքեմ։ Армении все вкусно. Я просто Ինքը շատ Что вы прям пробовали? патриотка армянская. Вы хаш пробовали? Все пробовали. Ну, Хоровац. хаш это так своеобразно, если честно, для меня. Мы раз или два попробовали. Да, но я понимаю, вы должны следить за фигурой, так что раз и Дело два даже это не в уже нормально. фигуре. Если что-то вкусное, я никогда не откажусь от этого, даже на ночь, вплоть до этого. Ух ты. Да. Լավ, ինչ Ես եք ասած։ որոշեցի Սուրճ ջան, այսօր կպատրաստեմ, չգիտեմ ոնց կստացվի, բայց մեծ Ուկրաինական ինչ որ մի բան պատրաստի, լավ։ Ну, կարանք իրան Сегодня что-то украинское. Կարանք իրան անվանենք ուկրաինական, որովհետև ասենք ես Борщ, да? Нет. Ну, почти. Так как я сегодня в гостях, мы будем готовить армянское. Когда вы в гости придете ко мне, мы обязательно сделаем всё. К вам куда? Домой. к нам домой. Это официальное приглашение? Это официальное приглашение, конечно. В Ереване домой Да, или В Ереване. на родину к вам? В Ну, Երևանի։ если вы будете на Украине, мы можем сделать передачу на Украине. Ну, ради Нет? того, чтобы снять с Геннадий вами Украина. передачу, мы можем просто на следующей неделе. Ну, на Полететь. Украине это будет где-то через полгода, а вот в Армении, я Ես понимаю, մի в ближайшие մի десять գաղտնիք ասեմ, որ Մալին Հայաստանում է Սուրճան Մալին Հայաստանում է հատուկ հրավերքով եւ կան պայմանագիր ունի ստորագրած եւ այնպես չի որ ինքը ամեն օր կարող է Մշակույթի գնալ։ նախարարությունն է Ոչ, հրավիրել։ մշակույթի նախարարությունը չի հրավիրել է Հայաստանի Ես Երևանի։ չէի զարմանա, եթե մշակույթի նախարարությունը։ Ես էլ չէի զարմանա։ Ինչ ենք այսօր պատրաստել։ Պատրաստում ենք ձկան ֆիլեյով ռուլետ եւ կպատրաստեմ նաեւ աղցան։ Կպատրաստեմ, հետո կուտեք ու կասեք համավեր թե չէ։ Вы согласны? Я согласна, сегодня буду помогать. Сделаю маленькое свое блюдо. Очень нарядное, очень простое. Вот. То, что, скажем так, на столе может понравиться деткам, либо же Да?
либо же кому-то еще. Все? Լավ, փաստորեն որոշված է գնումներ պիտի գնանք անպայման, որտեղ ես առաջարկում եմ գնալ Նորզով սուպերմարկետ եւ գնումներ կատարել Նորզովքից, որովհետեւ այնտեղ ամեն ինչ կա, ամեն ինչ մաչել է, գիտես։ Փաստորեն օգտվում ես Նորզովքից, սիրում եմ իրենց սպասարկումը, նաեւ մարդիկ շատ ջերմ են ընդունում։ Հետո գնացինք Նորզով ավելի մաչելի, гնացինք, մի քանի գնումներ անենք ու գանք պատրաստենք։ Вам жалко было просто сказать, что да, вы любите армянских мужчин? У вас рейтинг сейчас упадет после этой передачи. Не упадет. Нет. Потому что я не люблю армянских мужчин. Почему вы не любите армянских мужчин? Потому что. Արի գնացինք, լավ, պետք չի մալին շատ։ Ապերս մի տեսակ լավ չի որ տենց է։ Չէ։ Հա։ Ասում քեզ է չի սիրում։ Ինչ շատ է սիրում։ Մենք իրար հետ շատ բեր գործընկերներ ենք։ Ես տենց էլի հայ եմ։ Արայիկ։ Այո։ Որն է քո փոխադրամիջոցը։ Ճիշտ ասած ես հիմա չունեմ փոխադրամիջոց։ Ես պատրաստում եմ ունենալ, ուզում եմ լավ փոխադրամիջոց ունենալ։ Ես վաճառում եմ իմ չալոց իմ մեքենան։ Սուրջան, անկեղծ ցանկություն ունես, կարող ես իմ մեքենան գնել։ Դուրս եկավ, հեսա որ նստենք մի հատ մեջն էլ կնայեմ, չի բացառում, որ եթերից հետո մենք արք ու վաճառքի պայմանագիրեր կնքենք։ Он решил для вас машину купить. Для меня. Так как мы дуэт, нам это взаимовыгодно. Да. Нормально. Լավ, գնանք իմ մեքենայով, ընթացքում կհասկանաս արժի առնել թե ոչ։ Անպայման Սուրջան, անպայման։ Բայց շատ ջենտլմեն ես փաստորեն։ Միանշանակ։ Բացեցիր։ Միանշանակ։ Եթերում չէ, միշտ այդպես է։ Կանանց պետք է միշտ գնահատել, որովհետև նրանց դերը մեր կյանքում ամեն դեպքում շատ կարևորվում է։ Այո, հայ կանանց։ Այո, հայ կանանց եւ բոլոր հայատենչ, հայասեր, Հայաստանը սիրող կանանց։ Գեղեցիկ կանանց եւ տգեղ կանայք չեն լինում, որովհետեւ գեղեցկությունը նրանց ներսն է։ Այո։ Արտաքինը այդքան էլ կարևոր չէ։ Գնացինք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Արայիկ։ Այո։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ Սուրջան։ Գեղեցիկ, եթերային, այո։ Կիսասոված, կիսաքաղցած, կիսակուշտ։ Ու անկեղծ, շատ լավ տրամադրված։ Ես թվում է վերջում, եթե վերջում դուք իմ պատրաստածն հավանեք, ամեն ինչ կընկնի իր իդեալական տեղը։ Քո թույլտվությամբ կարող եմ հարց տալ։ Ես այստեղ պետք է խաչը կնքվեմ։ Ինչի համար։ Եկեղեցի։ Հա, այդպեսի սովորություն ունես։ Այո։ Իհարկե կարող ես հարց տալ։ Вам Армения нравится? Да, очень нравится. А что именно? Все. Так как я здесь 3-й год, я уже привыкла ко всему, что здесь происходит. Поэтому. Ну, особо ничего не происходит. У кого как? Где вы любите проводить время по вечерам и вообще в Ереване или в Армении? Есть места любимые? Ну, в каком-то, скажем так, многолюдном месте меня точно нельзя увидеть. Это, как правило, какие-то маленькие ресторанчики за городом, где мало людей, и очень вкусно, комфортно, и никто не мешает. А что вам не нравится в Армении? Так как все-таки часть жизни была в Украине и в России, менталитет очень отличается. Это хорошо или плохо? Чем он отличается? С какой-то стороны хорошо, с какой-то плохо. Даже очень. Так я отвечу. Есть свои нюансы. В принципе, ко всему можно привыкнуть и прям так, чтобы мне Я не случайно этот вопрос задаю, потому что вот в этом отрывке у нас передачи именно звучит такая тема. Что бы вы изменили в нашем городе, в нашей стране? Конкретно в стране или конкретно в людях, живущих здесь? А вы отвечаете, как вы поняли вопрос? Не изменить, знаете, а скорее всего пожелать людям, что если, я считаю, счастливый человек, он не желает никому зла, не желает никому плохого. И вот немножечко счастья всем хочется пожелать. Тогда люди будут заниматься своими делами, своими семьями, и никто никому мешать не будет. Ես ուզում եմ մի ավելացում անեմ, Սուրջան։ Այո, դու ինչ կփոխեիր մեր քաղաքում, մեր պետության մեջ, կամ ում կփոխեիր։ Շատ բան կա փոխելու։ Շատ լավն է մեր քաղաքը, մեր երկիրը, բայց մի քիչ երկրի մասին պետք է շատ մտածել, ինձ թվում է։ Մարդկանց մասին։ Մենք պիտի մտածենք, չէ՞։ Ես համաձայն եմ։
լիովին համամիտ եմ քեզ։ Յուրաքանչյուրս ինչ որ մի բան պետք է փոխենք դեպի լավը։ Ինչ որ մի բան կարողանանք փոխել ու եթե ամեն մեկս կարողանանք որոշակի փոփոխություններ անել, առավել բարենպաստ դարձնելու кյանքը մեր երկրում, կարծում եմ, որ ամեն ինչ շատ лав կլինի. Вот Араик озвучил очень красивую мысль. Он сказал, что я бы хотел, чтобы Ереван стал интернациональным городом. Тут были много интернациональных людей. Да շատ լավ կլինի. Граждан из Украины, России, Բելգիի։ Սուրեն ջան, գիտես ինչն էլ կարելի է այստեղ փոփոխել։ Ինձ թվում է մեզ մոտ туриզմն էլ պետք է մի քիչ շատ զարգացնենք։ Որովհետև մենք այնքան գեղատեսիլ, այնքան պատմական վայրեր ունենք Հայաստանում, որոնց մասին աշխարհում չգիտեն։ Ու ասենք, չգիտեմ, մենք ունենք աշխարհի ամենաերկար ճոպանուղի։ Մենք ունենք Տաթև, մենք ունենք Գառնի Գեղարդ, մենք ունենք Մայրաթոր Սուրբ Էջմիածին, մենք շատ Զվարթնոց, չգիտեմ, ամեն ինչ։ Մարդիկ իրենց երկրում ունենում են մի հատ սթից, մի հատ քանդակ, այդ քանդակը սարքում են դարձնում են туриզմի համար, туриզմի զարգացման լավագույն, չգիտեմ, շարժառիթը, տեղը։ Այո։ Ամեն ինչը մեր երկրում ամեն ինչ կա, պարզապես պետք է այդ ամեն ինչի շուրջ երկար բարակ մտածել։ Դու որտեղ ես լինում երեկոյան Երևանում։ Ինչով ես զբաղված լինում։ Երեկոյան հիմնականում աշխատանք եմ լինում, ես եւ Մալին միասին աշխատում ենք նույն երաժշտական ակումբում։ Անունը չտաս։ Չէ, գիտեմ, միանշանակ գիտեմ։ Գիտեմ։ Երեկոյան ժամերին աշխատում եմ, իսկ եթե չեմ աշխատում, փորձում եմ ինչ որ մի սրճարանում նստել, զրուցել ընկերներիս հետ, մտերիմներիս հետ։ Ինչ կասես, հավանեցի մեքենան կգնես, թե դեռ կմտածես։ Դեռևս դուրս գալիս է։ Տեսնենք։ Լավ, մենք արդեն հասանք ոնց որ այսօր Նորզով սուպերմարկետ։ Այո, վերջի ամսվա ընթացքում 2 մեքենա վաճառել եմ, երրորդն է վաճառել։ Եթերի շնորհիվ։ Ոչ, նկարահանումների շնորհիվ։ Ոչ, ուղղակի։ Սա է ստացվում ինձ թվում է նկարահանումների շնորհիվ։ Գնանք գնումներ կատարելու։ Արայիկ, այո, սկսենք գնումները։ Սկսենք Սուրեն ջան, սկսենք։ Եվ մեզ սայլակ հարկավոր է, թե ինձ թվում է այո։ Արայիկ, եթե կարելի է մեզ հետ միասին քննարկենք ինչ է գնելու։ Մենք քանի որ պետքա ձկան ֆիլեյով ռուլետ սարքենք, դե ձկան ֆիլեն տանը կար փաստորեն։ Հիմա մյուս վարագանները։ Բայց զուգ գնել ես արդեն։ Այո։ Նոր զովքից։ Այո։ Ես մեկ անգամ կրկնում եմ, որ հաճախում։ Մենք միասին կգնեինք։ Հա։ Թե պետք է պատրաստել։ Դե նախապես իրեն պետք է մենք մարինացնենք, որպեսզի համեղ լիներ, որովհետև ահագին բավական երկար ժամանակ է պահանջում։ Նախ պետք է փշահանենք եւ այլն։ Դրա համար ես նախապես գնել եմ։ Իսկ հիմա արդեն մյուս վարագանները կփորձենք գնել։ Араик сказал, что штурманом будете вы, так что командуйте парадом. Что мы готовим? Готовим рыбу и еще греческий салат. Вот. Հիմա մեզ պետք է чтобы приготовить рыбу, нам нужна рыба, но она уже есть. Она. Купили ее. Да, есть. есть. Остальное входит в рецепт? Там, сейчас скажу. Сыр. В общем, идем? Գնանք, էլի գնանք մի անգամից։ Հիմա մենք պետք է առնենք հունական պանիր։ Բայց Արայիկ, արի հայավարի բան անենք, էլի, այդ աղջիկա մտքով ինչ անցնում է, առնենք, կավա ծիանա ցանկանում։ Դերց։ Мне нужно всего сколько? 3 ингредиента. Что? Печень трески, яйца и майонез. Давайте. Ага, все. Вы не ограничивайтесь передачей. Армянский мужчина щедрый мужчина. Так что то, что вам нравится, пожалуйста. Мы покупаем. Նշանակ հիմա մենք կպարտենք Մալին էլ է ուզում ինչ որ բան պատրաստել այսօր ձեզ համար, բացի այն որ ես կպատրաստեմ, Մալին էլ կպատրաստի, ինքը արդեն որոշել է ինչ պետք է գնի։ Դե գնացինք, միասին գնանք ու գնումներն անում։ Ցուցակ ունես։ Այո, ունեմ ցուցակ։ Ցույց տուր ցուցակը։ Так как я сегодня просто помогаю, и основные մենք հիմա պետք է блюда գնենք։ сегодня не на мне, поэтому я полностью доверяю. Арайк, я всего лишь там что-то для своего маленького блюда возьму по дороге. Գունավոր պղպեղ է մեզ պետք, տարբեր գույների։ Կարդաց ցուցակը հասկանանք։ Գունավոր պղպեղ։ Զեյթուն, ֆետա պանիր, լիմոն, հաց։ Վերջ։ Նացածը մենք ունենք տանը։ Այո։ Եվ մեկ էլ Մալին արդեն ինչ կառնի, այդ ամեն ինչը։ Хорошо։ Մալին ձու է առնելու, սունկ է առնելու, գնելու եւ մենք այնուհետեւ կպատրաստենք այդ պարագաներով ուտեստը։ Գնանք գնումների։ Դες ինչ եմ մտածում, ասեք։ Ինձ թվում է ձեզ պետք է հանգիստ թողնել, դուք ձեր գնումները կատարեք, մենք դրամարկղի մոտ
Ձեզ սպասենք։ Համաձայն։ Եվ նոր զովքի աշխատակիցները ձեզ կօգնեն իմիջայլոց։ Մենք հիմա ձեզ կասենք, շնորհակալ ենք Սուրեն ջան, մեզ մի քանի րոպեով հանգիստ թողնելու Խնդրում եմ օգտակար եղեք մեր հերոսներին։ Եվ ձեզ տրամադրեմ ցուցակը, դուք ինձ կուղորդեք եւ մենք միասին կգնենք։ Մենք դրամարկումից սպասում ենք։ Առայժմ կհանդիպենք։ Արայիկ, Այո։ բավականին արագ վերադարձակ։ Եվ Մենք գնեցինք անհրաժեշտ գոհ ես։ Գաները, այո, գոհ եմ։ Եվ Մարլին կարծում եմ շատ արագ ընտրություն կատարեցինք, չէ՞, ձեզ երկար չսպասեցրեցինք, որովհետև այստեղ մեզ շատ լավ ընդունեցին, շատ հարցերում աշխատակիցները մեզ օգնեցին եւ մենք արագ կողմնորոշվեցինք։ Ահա, եւ այսպես գումարը կազմեց 6780 դրամ եւ վճարեմ ես, լավ։ Չէ, ես եմ վճարում։ Դուք այսօր իմ հյուրն եք, ես հյուրերին սիրում եմ ընդունել երկաբաց։ Կարող ենք միասին վճարել, կեսը ես վճարեմ, կեսը դու։ Սուրեն ջան, ամեն ինչ նորմալ է, եթե փոքր ծախսեր սիրում ենք։ Ես էլ եմ սիրում փոքր ծախսեր անել։ Եթե դրա անհրաժեշտությունը լիներ, միանշանակ ասեի դուք վճարեք։ Շնորհակալ եմ, ես կվճարեմ։ Լավ, մենք ենք շնորհակալ։ Խմիչք չեն գնել, ես գնամ խմիչք, հա, գնեմ երևի։ Չէ, խմիչք պետք չի գնել։ Ես տանը ունեմ շատ լավ խմիչք։ Իմ պատրաստած կոնյակը մենք կհամտեսենք։ Այո, Մալին չի խմում ընդհանրապես։ Вообще։ Не пьет она։ Нет. Разве что вино. Եվ չի ծխում, եւ չի խմում։ Շատ լավ։ Անցնենք։ Շնորհակալություն, գնացինք։ Արայիկ, Այո, պատրաստ ես սխրանքների։ պատրաստ եմ։ Բայց մի բան խնդրեմ, էլի, քանի չէ, եկավ։ Հա, չի հասկանում այն։ Չէ, մի խնդրի, Այնպես արա, որ հայ տղաներին սիրի, էլի դու։ Ինքը շատ սիրում է հայ տղամարդկանց, հայ մարդկանց, առհասարակ հայ ազգին շատ սիրում եւ գնահատում է Ինչից ենք սկսում։ Մենք հիմա սկսում ենք, ուրեմն սկզբում ձկան ֆիլեն, իշխանձուկ է իդեպ նշեմ, նախապես պետք է փշահանել, փշերը հանել, որից հետո մարինացնել այս ամենը, լավ կլինի, որ գոնե 1 օր մնա այս համեմունքների մեջ, որպեսզի ավելի համեղ ստացվի։ Ընդհանրապես պետք է ցանել աղ, սև եւ կարմիր պղպեղ։ Մնացած արդեն համեմունքները ընթացքում ես կասեմ, որը ինչ ենք անում։ Հիմա սկզբում Բայց եթե երկու հատ փուշ մնացած լինի, դա արդեն վտանգ է ներկայացնում, որովհետեւ բայց այստեղ բացարձակ փուշ չկա, որովհետեւ ես հերթով ստուգել եմ։ Այստեղ ընդամենը կա կրճիկա նման ինչ որ բաներ, որոնք երբեք փշի դեր չեն խաղում։ Բայց Սուրեն ջան, ինչ սա մենք կտապակենք, պետք է նախապես պատրաստենք նաև միջուկը, որը որ պետք է մենք լցոնենք լավաշի մեջ։ Միջուկի պատրաստման համար նախ մենք գլուխսոխը պետք է մանր կտրտենք։ Ես չգիտեմ իմ մոտ ոնց կստացվի, բայց ինձ թվում է, որ կստացվի։ Երևի սենց։ Ընդհանրապես ընկերություն անում ես խոհանոցի հետ։ Համեղ սնվել սիրում եմ, պատրաստել ոչ, բայց որքանով որ պատրաստել եմ կամ ինչ որ պատրաստել եմ, միշտ համտեսողները վերջում շնորհակալություն են ասել ու ասել են, որ շատ լավ է ինձ мод ստացվում։ Идеальный армянский мужчина, он прямо сейчас сказал, что он любит больше готовить, чем есть. Слышали такое? Слышала такое. У меня на самом деле такой дедушка. Он очень любит готовить. У них с бабушкой по этому поводу всегда ссоры. Кто что будет готовить, поэтому в семье должен готовить кто-то один, я так считаю. Вы тоже пообещали нам что-то приготовить. Можете начать. Мальджан, ты уже можешь начать. Мое блюдо готовится очень быстро. Сейчас мы поставим вариться яйца и потом посмотрите, как это красится. Սոխը պետք է շատ մանր կտրատել։ Դուք սոխ սիրում եք։ Շատ։ Ես մտածում եմ, եթե չեք սիրում, կարող ենք առանց սոխի էլ անել կամ սոխը շատ քիչ օգտագործել։ Սա պետք է շատ մանր։ Չէ, հիմա բազում միջոցներ կան, որ կարող են հոտը վերացնել, այնպես որ խնդիր չկա։ Ես եթե չեմ սխալվում, լավագույն միջոցներից մեկը մաղադանոցն է կամ սրճի հատիկը, որը շատ արագ վերացնում է հոտը եւ հոտերը։ Եթե նոր գործողություն չունենք, ընդմիջենք։ Ընդմիջենք։ Հա, մինչև կտրատես։ Այո։ Սոխը կկտրատեմ, հետո նոր արդեն շարունակենք։ Թե փորձարկենք մեր Մալի։ Այո, տեսնենք ինչպես է նա սոխը։ Мали, ты сможешь справиться с луком? С луком нет. Почему? Вот с чем, потому что я сейчас буду очень плакать. Да нет. Не надо. Не надо, Мариджан, не надо плакать. С чем угодно, только не с луком, честно.
Լավ։ Всё, հիմա ընդմիջվենք, մինչև սոխը կկտրատեմ, որովհետև բավականին մանրակրկիտ աշխատանք է ինձ թվում ապահովում։ Շատ լուրջ է, հարկավոր մանր, չէ՞, Սուրեն մոտս։ Հա, ուղղակի գիտես, Սարայք, հիմա արդեն ժամանակակից սարքեր կան, որ մենք ունենք այդ սարքերը, ուղղակի ես օգտագործելու ձևերը չգիտեմ։ Պարզ է։ Ինձ թվում է խոհանոցում ամեն տեսակի սարքով մենք պրիմիտիվ է։ Միացնում ես հոսանքին, սոխը լցնում ես եւ այնտեղ երևի կոճակ կա, որ բայց ինձ թվում է ձեռքով պատրաստել։ Ինձ թվում է բայց ձեռքով ավելի այո, հոգի պես մեր դնում։ Ես հոգի ձեռքով պատրաստել։ Ջանք, երանդ։ Լավ։ Ընդմիջենք։ Հիմա Вот опозорилась, могла бы попробовать. Ничего, потом. Не опозорилась, но не знает, что я приготовлю, чтобы говорить, что Сейчас. Ну сейчас вся Армения будет говорить, что ты с луком не справилась. Ну она вкусно умеет готовить. Армения будет говорить, что я с чем-то другим справилась, хороший рецепт, давайте новый опыт сделаем. Посмотрим. Արայիկ, Այո, Սուրեն։ ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն կտրատեցի սոխը, կանաչ բիբարը, պոմիդորը եւ մի փոքր նաեւ գունավոր պղպեղ։ Հիմա այս ամենը մենք պետք է խառնենք իրար, սա ձկան միջուկն է, որը որ պետք է լավաշով մենք փաթաթենք։ Հիմա այսպես ես կխառնեմ պոմիդորը։ Շատ խառը բաներ ես խառնում։ Վերջում դուք ինձ թվում է կհավանեք Սուրեն ջան։ Եվ պղպեղ, սոխ, լոլիկ եւ վերջում մի փոքր ցիտրոն։ Եթե ասենք սեզոնային, եթե թարխուն լինի, թարխունը շատ ավելի ճիշտ է այս ուտեստի համար։ Հայաստանում արդեն տարին 12 ամիս թարխուն է։ Պատկերացրեք, որ հիմա կան, բայց եւ համեղ չեն եւ ավելի կոպիտ են տերևները։ Հիմա մենք փորձենք թարխունի ծառ է դառը թարխուն։ Այո, մի փոքր ցիտրոն, որովհետեւ ցիտրոնը գիտեք, որ եթե շատ ենք օգտագործում, համը այնքան էլ հաճելի չի ստացվում։ Մենք փորձենք թարխունը փոխարինել цитронов, որից հետո այս ամենը կհամեմենք։ Մալի, что у нас тут творится? У нас здесь варятся яйца, уже почти доварились. Мы сейчас их будем фаршировать, верхушки красить, и все, и будет в форме грибочков. Очень интересно. Вот. Фаршируем мы их печенью трески, майонез и желтки. В принципе, очень простой рецепт, но на столе смотрится очень красиво. Կարծում եմ, որ Մալին շատ համով բան կպատրաստի մեզ համար։ Չես կարծում, որ потому что Мали умеет вкусно приготовить. Можно такой нескромный вопрос? Да. Почему вы в черный нарядились? Армяне любят черный цвет. Ну, значит, потихонечку превращаюсь в армянку. Потихонечку. А если честно? Один из любимых цветов моих, поэтому считаю, у меня идет. Этот цвет для меня комфортный. А что, кроме лука, вот за последнее время вас довело до слез? Ничего. Ничего. Не только лук. Радость. Сильная женщина. Очень. Արայիկ ինչ ես անում։ Ես արդեն ցիտրոնը կտրատեցի, մի փոքր էլ ավելացնեմ, Սուրեն։ Եվ արդեն մենք այս միջուկը կհամեմենք աղով, սև եւ կարմիր պղպեղներով եւ կսկսենք արդեն ձուկը տապակել, որից հետո այդ ամենը մենք լավաշով Քանի որ հագուստից ենք խոսում, հա, ես ֆիքսեցի, որ քո ձեռքին էլ Դավիթն է խնդրենք նկարի կարմիր թել է։ Այո։ Ինչ է դա նշանակում։ Սա այս թելը բերել են Երուսաղեմից։ Օրհնված թել է եւ ես շատ հավատում եմ Աստծուն, մեր երկնային Տիրոջը։ Եվ այս թելը ասում են, երբ որ այնտեղից բերում են, քեզ բարի կամեցող որևէ մեկը կապում է 7 հանգույցներ է անում եւ այդ ընթացքում տերունական աղոթքն է բարձրաձայնվում եւ յուրաքանչյուր հանգույցի հետ նպատակ է սպառնում։ Եվ թելը պետք է մնա այնքան ժամանակ ձեռքիդ, մինչև որ ինքն իրեն պոկվի։ Դու չպետք է պոկես, կտրես, հանես եւ այլն։ Եվ երբ որ այդ թելը պոկվում է, այդ նպատակները աստիճանաբար սկսում են դառնալ իրականություն։ Ну, ես այդքան էլ չեմ հավատում ասույթ ինչ որ հորինված բաների, որովհետև թելը չէ, որ պետք է իմ նպատակները իրականություն դարձնի, ես պետք է իմ նպատակները դարձնեմ իրականություն, բայց այն, որ սա Սուրբ Երկրից բերված թել է եւ օրհնված թել է եւ Հիսուս Քրիստոսի գերեզմանի մոտից բերված թել է, դա ինձ համար մեծ արժեք ունի։ Այն ամեն ինչը կապված է Աստծո հետ, կարեւորված է իմ կյանքում։ Сейчас Сараик нам рассказал, что вот эта нитка красная, да. Не знаю, вы в курсе или нет,
связано с тем, что у него есть мечта, и чтобы она сбылась, вот он носит эту нитку. А у вас есть мечта? У меня есть мечта, была нитка тоже, кстати. Да? Но очень неоднозначное мнение по поводу этих нитей, на самом деле. Я перестала носить. Мечта, конечно, есть, но на то она и мечта, чтобы не исполниться, а просто быть. Остальное все план, а мечта должна быть, считаю, неисполнимая. Как жить без мечты, как в анекдоте? Как жить без мечты? Ну, одна сбылась, потом вторая, потом, ну, Какая не сбылась? знаю. Ну. Вы так уверенно говорите, одна сбылась. Нет. А что, вы не верите в сказку про золотую рыбку? Сказки нет. Тем более в Армении. Какая вы романтичная. Очень. Հիմա այս ամենը համեմ ենք աղով։ Ահա։ Ես քիչ եմ անում աղը, ինչի համար, որովհետև հետո ուտեստը համտեսելիս կարող ենք մենք սոյայի սոուսով այն համտեսել։ Սոյայի սոուսը գիտեք բոլորդ էլ, որ իր մեջ նաև աղիություն ունի, աղ է պարունակում։ Հիմա կարմիր պղպեղ անենք։ Մինչև դու կարմիր պղպեղ անես, ես Մալին խնդրեմ, հա մի бан։ Թող մեզ համար թարգմանի ուկրաիներեն։ Ինձ Շատ հետաքրքիր կլինի։ А можно попросить перевести вот имя нашей передачи? Нас голодными ждали. Нас голодными ждали. Нас голодными чекали. Как? Нас голодными чекали. Арай, կարող ես կրկնես? Нас голодными чекали։ Как у него получилось? Хорошо получилось. Голодными чекали։ Да, все правильно. Վերջ։ Я знаю, как я тебя люблю. Я тебя кохаю։ Да? Да, все правильно. Правильно։ Ինչ կոպիտ արտահայտություն։ Нет, все нормально. Հիմա այս ամեն ինչը խառնում ենք իրար։ Ահա։ Սուրեն ջան։ Խառնել սիրում ես, հա? Ռուս եւ հայ կանանց իրար խառնել սիրում ես։ Հիմա գիտես, չէ՞, եթե լավ է։ Շարունակեմ այդ միտքը։ Դու խնդրել ես, որ ես այսօր խառնել չեմ սիրում երբևէ։ Հարաբերությունները, փոխհարաբերությունները խառնել չեմ սիրում, ընդհակառակը ամեն ինչ հաշտեցնել եմ սիրում, բայց բանջարեղեններ խառնել սիրում եմ, որովհետև հետո այս ամեն ինչը մենք համտեսել ենք ու վայելելու ենք։ Խոսքով խառնելը լավ ստացվում է։ Ստացվեց, փաստորեն։ Նստում էր իմ մոտ է ստացվում լավ խառնել, ես եմ լավագույն խոհարարը։ Խառնելը լավ է ստանում։ Սուրեն ջան, հիմա հաջորդիվ պետք է ձկան ֆիլեն, իդեպ նշան, որ իշխան ձուկ է։ Մենք տապակ ենք։ Դրա համար մեզ պետք է տապակ, խնդրեմ, գազ։ Չես սպասում, որ դու այսքան պրոֆեսիոնալ ես խոհանոցում։ Թե խաղում ես լավ։ Ես ինձ թվում է Մալի ջան, դայ мне որտեղ են ձեթերը, չգիտեմ։ Ձեթերը ուզում եմ ձեթ։ Մենք ձեթ ենք Ես գտա։ Ես լաբադա ձեթով անպայման կպատրաստեմ այս տապակը, տապական։ Հիմա փորձեմ գազը միացնել, տեսնեմ որքանով կստացվի։ Ինչու առաջի անգամ ես փորձելու։ Այո։ Դա։ Իրոք է։ Видишь։ Իրոք է, էլի։ Հիմա մենք միացնենք գազը։ Արի Մալին խնդրեմ։ Ստացվեց։ Եվ իհարկե խորհուրդ կտամ անպայման այս ուտեստը պատրաստել սլաբադա ձեթով, որովհետև ավելի համեղ է ստացվում։ Այո, ես լաբադան օրգանիկ հսկողություն է անցել։ Ես աղցանն եմ որոշել այս ձեթով պատրաստել, սովորաբար աղցանը հունական աղցանը Սուրեն։ Շատ համեղ է, երբ որ զեյթունի ձեթով են այն պատրաստում, բայց քանի որ մենք ունենք այստեղ սլաբադա համեղ ձեթ, ես անպայման слободаев патрастаем. Простите, вам наша помощь не нужна или все в порядке? Пока да, я вас позже позову, когда мы будем самое интересное заниматься. Хорошо. Խառնվել եմ իրար։ Հիմա նայեք։ Սուրեն ջան, ուրեմն։ Ինչ ենք անում։ Դե միանշանակ պետք է ձկան ֆիլեն։ Обратите внимание на вашу колено. Смотри, Մալի։ Это так интересно. Պետք է նախ թաթախենք ալյուրի մեջ։ Это кокаин или героин, я точно не Սլաբադան знаю. միայն ձեթ ունի, հա, ալյուր չունի։ Сохраняем. Ունի։ Ահա, да. Լավ պետք է թաթախել, որպեսզի բաց անկյուններ չմնան։ Հորինում եմ էլի այսքանը։ Հետո Ենթադրում եմ։ Հետո սա կտանենք այստեղ։
Ծարեք, ինչ չես ասում, որ մառանիկի ալուրի մեջ ես այս ամենը թաթախում։ Դու չթողեցիր, որովհետեւ Սուրեն, ես արդեն ուզում եի դրան անդրադառնալ։ Հիմա սա պետք է տեղավորենք տապակի մեջ եւ լավ կլինի, որպեսզի Արեք, դու կրակից вахենում ես։ Այո, բայց կրակոտ կանանցից երբեք չեմ վախենում։ Райк сказал, что он женщин боится. Не знаю почему, не знаю. Ты Огня и женщин. веришь, Мали? Հիմա Не верю, но прислушиваюсь. Հիմա սա թող տապակվի Սուրեն ջան։ Պետք է նախ սա փակենք, տապակը վերանը փակենք, որպեսզի չչորանա, այլ տապակվելու հետ մեկտեղ նաև եփվի։ Արեք, ճիշտ կասես։ Այո։ Առաջին անգամ ես պատրաստում, թե Սա առաջին անգամ եմ պատրաստում։ զգացվում է։ Բայց համեղ բաներ սիրում եմ, մեկ-մեկ որ հավես եմ ունենում։ Օկտավի տանն է պատրաստել, չգիտեմ ով է պատրաստել։ Շատ համեղ է։ Валин հյուրասեր։ Տատիկն է պատրաստել, սա Մալի։ Хочешь сухофрукты? Армянские сухофрукты лучшие в мире. Лучшие։ Признаю, что лучше, но не буду. Լավ, ընդմիջենք մինչև նոր գործողություն կունենանք, հա։ Սիրով։ Հիմա այսինքն տեսավ տապակենք։ Валь, ты все время спиной, и это неинтересно. Լիլ ջան, արի էլի։ Я закончу. Ну, когда мы снимаем, нужно, чтобы ты Կարելի лицом к нам. օգնի։ Հա, իհարկե կարող Լիլ ջան, է, արի պետք է ցավոտ գա։ կանեմ։ Մեկա դու չես կարող արամ, չէ՞։ Բայց դες լավ տպարություն ես թողում, որ կարքի սարքում ես, հա։ Չէ, ես կփորձեմ հիմնականում ես սարքեմ, բայց դե միանշանակ Маля, а сколько женщин может быть на кухне одновременно? Когда как, смотря какой стол нужно накрыть. Я так Между считаю. ними война начнется или? Не начнется, если все дружат, все родственники. Не может начаться война. Женщина дружить умеет? Ты что? Умеет, но очень осторожно и очень сложно. Итак, Что это? что у нас творится на кухне? Ուրեմն Սուրեն ջան, հասանք հաջորդ փուլին։ Ինչ-որ աղցան է այդտեղ պատրաստել։ Այո, այստեղ ես հունական աղցան եմ պատրաստել, իդեպ հունական աղցանը ես Սամ պրիգատոր։ տեսեցի Да, всё сам. հենց Հունաստանում ու այնտեղ շատ բաներ կա, որ այստեղ չեն Попробовал на вкус? Կա այսօր Попробуем կհամտեսեք։ сейчас все доготовим. Ու հիմա փորձում եմ այստեղ սարքեմ հունական աղցան։ Դե, արի։ Ձուկը մենք Քեզնից տապակեցինք։ բան ասում ենք այստեղ, բայց ոչ։ Լավ է կանում, լավ է կանում։ Ձուկը տապակեցինք, հիմա տապակած ձուկը տեղադրում ենք լավաշի վրա, Հետո փորձենք մի փոքր։ Ասես մինչև դու տեղադրես, մենք հասկանանք այստեղ մալին ինչ է։ Հասկացեք, հասկացեք։ С яйцами справились на отлично. И что дальше? Мы разрезаем. Там, где толстая часть, должна быть немножко поменьше. Это наша шляпка от нашего грибочка. Мы делаем сегодня Շատ грибочек. համով է ձուկը։ Вот, желток сюда. Так. Сейчас мы верхушки будем красить. Все очень просто, да? Красить? Красить. Как красить? Красить будем их в чае. чае. На вкус это никак не влияет, но выходит очень красиво. А зачем их красить? Мы делаем грибочки. Шляпка, как правило, грибочка, она коричневая. В основном. Можно помадой покрасить. Но если С вы клубничным гурман вкусом. такой, мы можем лично для вас покрасить. Вообще не вопрос. Так, берем верхушечки, идем туда. Кидать их в наш чай. Итак, В обычный черный чай кидаем просто вверх. Вот так вот. а в зеленый можно или только в Ну, если черный? вы хотите зеленые верхушки, можете попробовать. На вкус это не влияет. Оставляем, пока не потемнеют. Да, темно-коричневый. Минут цвет, 5-10, да? Да, минут 5-10, но максимум 15, если чай светлый. Хорошо. Դուք անտեսում եք իմ ձուկը։ Կյանքում կմտածեի, որ ձուն կարելի է թեյի մեջ կլպած ներկել։ Երբեք ու չէի տեսել ու զարմացա։ Դե պատմի ինչ ես արել։ Ուրեմն ձկան վրա ավելացրեցինք նախ արդեն պատրաստված միջուկը։ Եվս մեկ անգամ հիշեցրու, հա, միջուկը ինչ Միջուկի է մեջ բաղկացած։ կարմիր եւ կանաչ բիբարներ, պոմիդոր, մի փոքր սող եւ կարակ, քերած կարակ։ Հիմա ամենահետաքրքիր պահն է։ Աջ եւ ձախ կողմերից Փաթաթում ենք։ փաթաթում ենք, որպեսզի ամուր ստացվի եւ փորձենք իրեն այսպես Вам нравится лаваш? Ой, Да, очень нравится. Ну, я хлеб кушаю мало, лаваш, в принципе, тоже, но որպեսզի вкусно. ճիշտ ստացվի։ Понятно. Что у вас творится Мы тут? сейчас будем фаршировать, делать начинку. Сюда мы берем яичный желток, печень трески и майонез. Начинку можно Давайте, делать любую, Վերջ։ грибную, Ага, мясную, как вы без. хотите. Ну, это моя любимая.
Այնուհետև սա տեղավորում ենք տապակի մեջ։ Ահա։ Եվ պետք է իրեն ռուլետի տեսք տանք եւ փորձենք կտրատել։ Չգիտեմ, այս դանակ։ Լավ, այստեղ անդառնանք մինչև դու այդտեղ քո գործ անես, հասկանանք այստեղ ինչ է տեղի ունենում։ Ну, рассказывайте, что у нас тут. Просто все перемешиваем. Это очень простой рецепт, но то, что получается, мне очень нравится. Понятно. Просто все перемешиваем. Солить не нужно, так как печень уже соленая. Маля, а что в вашей жизни было самым трудным? Было и самым трудным, конечно, то, что мама живет на Украине, я живу здесь. Это всегда очень тяжело. Хоть говорят, да, что там привыкаешь отдельно жить. Нет, никогда не привыкаешь и не привыкнешь. Это самое сложное. А так все трудности, в принципе, управляемые. Мы справляемся, поэтому все получится. Угу. Готово уже, да? Практически готово, да, размешиваем. Все, alright. Ես հաջորդ ռուլետն եմ պատրաստում, այստեղ ուզում եմ տեսնեք, որ ես կտրատեցի նաև փաթաթելուց հետո եւ բոլորը այսպես կսարքենք, հետո կտեղադրենք ջեռոցի մեջ 5 րոպե կմնա, որից հետո այն կլինի պատրաստ ու կուտենք վերջը։ Ընդամենը 5 րոպե։ Այո, 5 րոպե, պարզապես որպեսզի բոլոր համերը խառնվեն իրար, լավաշը տաքանա, ձուկը եթե մի քիչ սառել է նորից տաքանա ու ամեն ինչ կդառնա։ Շնորհակալ։ Պատրաստ է։ Եվ նորմալիին էի հարց տալիս, հիմա քեզ նույն հարցը տամ, քո կյանքում ինչն էր ամենադժվարը մինչև այսօր։ Ես դժվարություններ փառք Աստծուն չեմ տեսել կյանքում, եթե եղել են դրանք ես ինքս եմ փորձել հաղթահարեմ եւ երբեք չեմ տրտնջացել կյանքի դժվարություններից, որովհետեւ բոլորիս կյանքում էլ տրված են լավ եւ վատ պահեր։ Միայն շատ հարազատ մարդու կորուստ կա այս կյանքում, որ ես երբեք չեմ մոռանա ու կուզենայի, որ նա իմ կողքին լիներ։ Դա է ինձ համար դժվարություն է կյանքում։ Արեք, քեզ համար կարևոր է, որ քո ապագա կինը լավ պատրաստի։ Միանշանակ կարևոր է եւ կընտրեմ այնպիսին, ընտրել եմ այնպիսին։ Ընտրել ես արդեն։ Այնպիսինին, ով շատ համեղ։ Մի րոպե, կընտրեմ, ընտրել եմ այնպիսինին, այնպիսի կնոջ, այնպիսի աղջկա, ով ապագայում կդառնա իմ կինը եւ կպատրաստի ինձ համար շատ համեղ ուտեստներ։ Итак, заполняем и переворачиваем. Это ножка нашего грибочка. Шляпки сейчас скоро будут готовы. то же самое с шляпками, да, нужно делать? Нет, шляпки мы просто одеваем наверх. И все. Все понятно. Արեք, կարծում եմ խանութում ամեն ինչ պարզ է։ Այո։ Հիմա սպասենք, որպեսզի մյուս ռուլետներն էլ պատրաստեմ, Սուրեն ջան, կտեղադրենք ջեռոց, այնուհետև արդյունքը կտեսնեք, կնկարեք, ինձ պարզապես մի քանի րոպե դադար է հարկավոր, որպեսզի ես ավելի հանգիստ, սիրուն, ջանք ու եռանդ չխնայելով պատրաստեմ իմ ռուլետները։ Դու գոհ ես, բավարարված ես, ամեն ինչ նորմալ է։ Այո, ամեն ինչ լավ է, ես չէի պատկերացնում, որ ինձ մոտ կստացվի ինչ-որ բան, բայց վերջում դե ամեն ինչի վերջն է գովել, ինչպես ասում են, վերջում դուք ձեր կարծիքը կասեք, այդ ժամանակ ես 5 րոպե ջեռոցում եւ վերջ։ Այո, այս ամենը 5 րոպե կտեղադրենք ջեռոց, այնուհետև կհամտեսենք։ Դե աղցանի մասին էլ կխոսենք։ Կհանդիպենք սեղանի շուրջ։ Եվ այսպես ամենապատասխանատու պահը դե ներկայացրու Արայք։ Ուրեմն Սելի հեռուստադիտողներ, հիմա ամփոփ ներկայացնեմ ինչ պատրաստեցինք, ուրեմն ձկան ֆիլեով ռուլետ, բանջարեղեններով փաթաթած, այսպես ասած, հունական աղցան, որը հենց իսկական հունական բաղադրատոմսով է պատրաստված, հատուկ համեմունքներով եւ իհարկե Մալին պատրաստեց ձվից սնկեր, որոնք լցոնված են, չգիտեմ ինչով, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ շատ համեղ կլինի։ Իսկ գնահատականը Սուրեն ջան դուք եք անպայման տալու, որովհետև ես պատրաստել եմ, դուք պետք է համտեսեք եւ ասեք, որքանով է ինձ մոտ ստացվում խոհանոցում ինչ-որ բան պատրաստել է։ Սկսենք։ Խնդրեմ հիմա համտեսեք։ Չէ, համտեսանք քիչ անց։ Ինչ-որ բան եք ասում։ Բարեախորժակ, չգիտեմ, եթե ասելու բան ունես, ավելացնելու բան։ Ես բարեախորժակ եմ բոլորիս մաղթում եւ օգտվելով եթերային հնարավորությունից մեր երկրին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցիկություն, զինվորին բարի ծառայություն, երբ որ երկիրը խաղաղ է, ամեն ինչ կարծես թե իր տեղում է եւ դիրքում է։ Աստված պահապան հայ ազգին եւ հայ զինվորին։ Մալի ջան, վիպիմ։
Ты все-таки выпила. Давай, Мали. А? Сейчас я хочу угощать. Вот. Нужно с салата начинать, по-моему, нет? Я хочу. С грибов нужно. Так как у нас сегодня полусемейная обстановка, все уютно, мы начнем со всего сразу. Грибы хочешь? Грибы. Ահա։ Ոնց որ թե ստացվեց, հա։ Ոնց որ թե ստացվեց։ Սուրեն ջան, Ես ինքս դու ինքդ վերցես կասում, բայց ես ուզում եմ աղցանից սկսել։ խնդրեմ, համտեսեք ու ինձ անկեղծ ասեք, որքանով է։ Давай, попробуй։ Մալ ջան, попробуй, да։ Արայք, Այո։ այդ սունկը բան մի կողմ հայկին ինչ տոլմա կարողա չէ պատրաստել։ Համաձայն եմ։ Համաձայն եմ, բայց չթերագնա։ Չէ։ Միանշանակ այն ամենը, ինչը որ մենք այսօր ցած համար պատրաստեցինք։ Չէ, համեղ էր, ուղղակի հայ կնոջ ձեռքով պատրաստած տոլման։ Յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ կարծում եմ իր ազգային ուտեստ ամեն դեպքում շատ ավելի համեղ։ Քեզ լավ երեկո, ցտեսություն։ Շնորհակալ եմ ձեզ եւս ստեսություն, բարի ճանապարհ, անվտանգ։ Ստեսություն կներեք, որ պետք է ստիպված դուրը փակեմ։ Ստեսություն։ Չգիտեմ Սուրենն ու Դավիթը տոլմայի ախորժակ ունեին թե ոչ, Սուրենը ակնարկեց ամեն դեպքում, բայց ամենակարևորն այն է, որ նրանք հավանեցին այն ամենը, ինչ որ ես այսօր պատրաստել եմ։ Ցտեսություն, սիրելի հեռուստադիտող։ Մենք մնում ենք այն կարծիքին, որ հայ կինը աշխարհի լավագույն կինն է։ Բա հայ կինը կեղևազրկած հավքի թթեի մեջ կներկեր,